Illustrator 26 թվականի տարբերակում նաև կատարվել են բարելավումներ Artboard-ի դիզայնի հետ։ Առաջին, երբ որ մենք բացում ենք նոր Illustrator-ը, դուք անվանումները կարող եք տեսնել Artboard-ների վերևում, և եթե մենք օրինակ երկու անգամ սեղմենք, ապա մենք այս սովորական մեր ռեժիմում կարող ենք անվանափոխել Artboard-ը սեղմելով Enter։ Եթե մենք այժմ բացենք մեր Artboard-ների վահանակը, ապա դուք կտեսնեք, որ մենք անվանափոխեցինք այս Artboard-ը։ Այժմ Artboard-ների հետ աշխատելու, նրանց էքսպորտ անելու համար, եթե մենք մտնենք Artboard-ների ռեժիմ, կամ սեղմենք այս icon-ի վրա կամ Shift-ով, ապա այժմ Artboard-ների կոնտեքստուալ մենյուում, եթե մենք անենք աջ կլիկ, մենք կարող ենք տեսնել բոլոր այն հրամանները, որոնք մենք կարող ենք իրականացնել Artboard-ի հետ։ Դուք տեսնում եք, մենք ունենք Cut, Copy, Delete, այդտեղից կարող ենք ստեղծել նոր Artboard-ներ, ինչպես նաև ջնջենք այլ Artboard-ներ կամ դատարկ Artboard-ները։ Կարող ենք այստեղից տալ Generative Expand հրամանը, որ օգտագործենք Generative Fill հնարավորությունը և լայնացնենք մեր Artboard-ները արհեստական ինտելեկտի օգնությամբ, ունենք Select All Artboard և ունենք նոր հրամաններ, օրինակ Lock Artboard, որի մեջ մենք կարող ենք տեսնել 3 հրաման՝ Lock Selected, Lock All Except Selected և Lock All։ Եթե մենք օրինակ ընտրել ենք այս Artboard-ը և սեղմենք Lock Selected, ապա դուք կտեսնեք, որ այս Artboard մենյուում մենք կողպեցինք այս Artboard-ը և մեր մոտ Artboard-ի կողքը հայտնվում է այս կողպեքի նշանը, ինչպես որ մենք անում էինք օբյեկտների հետ։ Այժմ դուք չեք կարող շարժել Artboard-ը, ինչպես նաև չեք կարող շարժել նրա վրայի այս օբյեկտը։ Եթե դուք ընտրեք Artboard-ը և այստեղից տաք Unlock, ապա դուք ունեք հնարավորություն unlock անեք կոնկրետ այդ Artboard-ը կամ բոլոր Artboard-ները։ Եթե մենք այժմ ընտրենք այս Artboard-ը և սեղմենք այս Artboard-ի վրա, դուք այստեղ նաև ունեք Lock All Except Selected կամ Lock All։ Եթե մենք սեղմենք Lock All, ապա դուք կտեսնեք, որ մեր բոլոր Artboard-ները այստեղ կողպեցին։ Նույնը կարող ենք անել Unlock All Artboards կամ ընտրենք որևէ մեկը և Unlock անենք։ Եթե մենք ընտրեցինք այս Artboard-ը և այստեղից տանք հրաման Lock All Except Selected, ապա դուք կտեսնեք կողպեն բոլոր Artboard-ները բացի դրանից։ Նույնը կարելի է անել նաև Unlock All Artboards։ Այժմ այս մենյուի մեջ, որը բացվում է, եթե մենք գտնվում ենք Artboard-ի ռեժիմում և այս բոլոր հրամանները վերաբերում են նրան, մենք այստեղ նաև ունենք մի շարք հրամաններ, օրինակ Rearrange, վերադասավորել, Fit to Artboard Bounds, այսինքն բոլոր այս օբյեկտները հավաքել մի Artboard-ում, ունենք Switch Orientation, փոխել նրա ձևը, ունենք Artboard Option-ը և այստեղ ունենք Export։ Սեղմելով Export-ի վրա մենք արդեն կարող ենք էքսպորտ անել այն Artboard-ները, որը կցանկանանք։ Բացի այս հնարավորություններից, նաև այժմ մենք Adobe Illustrator-ում կարող ենք փոխել կոնկրետ Artboard-ի գույնը։ Եթե մենք Artboard-ների ռեժիմում ենք, ապա մենք այստեղ մեր Property վահանակում կարող ենք տեսնել Fill և այս մենյուն, որտեղ մենք բացելով կարող ենք տեսնել սպիտակ, սև, թափանցիկ։ Եթե մենք բացենք Color-ը, օրինակ սեղմենք կարմիրի վրա, դուք կտեսնեք, որ միայն այս Artboard-ը կներկվի կարմիրով։ Նույնը կարելի է սեղմել այս գունային icon-ի վրա և ընտրել այդ Artboard-ի գույնը։ Կարելի է նաև ամեն մի Artboard-ը համապատասխան ներկել այլ գույների, կամ օրինակ անել թափանցիկ։ Հիմա եթե մենք մտնենք View և անենք Show Transparent Grid, ապա դուք կտեսնեք, որ այս Artboard-ները թափանցիկ են, բայց այս Artboard-ները ունեն գույն, և եթե դուք էքսպորտ անեք այս Artboard-ները կամ ցանկանաք նրանց տպեք, ապա բացելով Edit Print հրամանը, դուք կտեսնեք, որ այն Artboard-ը, որ ուներ գույն, այստեղ այս գույնը արդեն
պահպանվել է։ Սա թույլ է տալիս արդեն մեզ տպել կամ էքսպորտ անել արբորները համապատասխան գույնով, որը անհնար էր մինչև այդ։ Այս հնարավորությունները հեշտացնում են այժմ աշխատանքը արբորների հետ։